Շնորհակալ եմ։ Եվ քանի որ ավանդույթի համաձայն մեր ընդդիմադիր գործընկերներին ավելի շատ ժամանակ է տրամադրվում եւ ես ավելի քիչ ժամանակ արդեն ունեմ, պարոն Քոչարյան, հարցերս կրճատել եմ։ Տիկին Սարգսյան, հարցս վերաբերում է առաջինը 2026 թվականին կանանց ներգրավվածությանը համակարգում։ Ես ուզում եմ հասկանալ մենք ինչպիսի ակնկալիքներ ունենք։ Ես գիտեմ, որ մենք առանձին քայլեր ենք ձեռնարկում այս ուղղությամբ եւ ինչ պլանավորում ունենք 26-ի համար, նախ որքան է կանանց թիվը եւ ինչպես ենք պատրաստվում նաեւ ավելացնել նրանց ներգրավվածությունը համակարգում եւ երկրորդ հարցս վերաբերում է էլեկտրոնային հսկողության միջոցներին, որոնք հատկապես կիրառվում են ընտանեկան բռնության դեպքում, այսինքն բռնարարների պարագայում, արդյոք այստեղ ունենք որևէ վիճակագրություն արդեն եւ 26 թվականին կրկին մենք որքան ենք նախատեսում, այսինքն արդյոք այս վիճակագրությունից ելնելով իհարկե ունենք արդյոք նախատեսած բյուջե։ Ես գիտեմ, որ որոշ անձանց դեպքում դա իրականացվում է իրենց հաշվին, այսինքն իրենք են գնում կատարում եւ եթե այդպիսի տարանջատում էլ ունեք արդեն կիրառվածների դեպքում, որքանն է իրենց հաշվին գնվել եւ որքանն է պետության կողմից տրամադրվել, այս մասով կխնդրեմ մի փոքր վիճակագրություն։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն Տիկին Բաթյան, կարևոր հարցադրումների համար, վստահ դուք հատկապես այն անձանցից եք, ովքեր մեզ օժանդակել են նաև կանանց ներգրավվածության բարձրացման համար, ոստիկանական համակարգում իրականացրել ենք իրազեկման արշավներ, որին որ դուք եւս մասնակցել եք եւ մենք նույն տրամաբանությամբ շարունակել ենք ընթացիկ տարում աշխատանքը ունեցել ենք հայտարարված ընդունելություն համայնքային ոստիկանության համար, նոր հայտարարված ընդունելություն ունենք բարեկային ծառայության համար եւ առիթն օգտագործելով նաեւ ուզում հորդորել բոլորին դիմելու բարեկային ծառայության ընդունելությանը, բայց սրանք հերթական ընդունելություններ չեն, որովհետեւ մենք փոխել ենք մուտքի պայմանները, այսինքն տարիներ շարունակ երբ որ մենք ասում ենք այս տարիքի անձը կարող է ոստիկանությունում աշխատանքի անցնել, այլևս վերին տարիքային շեմ չունենք եւ 18 տարին լրացած ցանկացած անձ, ով բավարարում է օրենսդրական պահանջներին, կարող է դիմել եւ մասը կազմել ոստիկանության համակարգի, կարևոր է այն, որ անձը իր ֆիզիկական տվյալներով եւ պատրաստվածության կարողանա իրականացնել ոստիկանության ծառայողի առջեւ դրված խնդիրը եւ կարծում եմ այս ընդունելությունները թույլ կտան ավելի մեծ դիմելիության ցուցանիշ ունենալ եւ հետո արդեն զտել այն անձանց, որոնք որ պիտի հետագայում մասը կազմեն կրթության եւ շարունակենք տարեվերջին կունենանք նաեւ այս տեսանկյունից ամփոփիչ համաժողով, սիրով կրկին կհրավիրեմ բոլորիդ այդ համաժողովին մասնակցելու եւ 26 թվականը կրկին անմասն չի մնա նոր ընդունելություններից, նորից կհայտարարենք ընդունելություն այնքան, մինչեւ կհասնենք մեզ համար ցանկալի ցուցանիշին։ Հարգելի գործընկերներ, բայց ես ուզում եմ նաև շեշտել, որ մեզ համար պարզապես կանանց ներկայացվածության ապահովումը չէ թիրախը, այլ որակյալ ներկայացվածության ապահովումն է թե տղամարդկանց եւ թե կանանց դեպքում եւ եթե մենք նկատում ենք, որ կան ծառայողներ, անկախ նրանից տղամարդը թե կին է, ով ունի ծառայողական խնդիրներ, նրանք ազատվում են համակարգից եւ Այստեղ որևէ ձևով որևէ միտում չկա պահելու անձանց համակարգում միայն նրա համար, որ ներկայացվածության թիվը կարողանանք ապահովել, այս պայծրությամբ համակարգում մինչև 10% է կանանց ներկայացվածությունը կազմում, անընդհատ պարբերաբար այս թիվը փոփոխվում է, բայց շուրջ 10% են կանայք կազմում ոստիկանության համակարգի եւ նոր ընդունելությունները կարծում եմ այս թվի մեջ փոփոխություն կմտցնեն եւ ավելի դրական պատկեր կունենանք։ Ինչ վերաբերում է էլեկտրոնային հսկողության համակարգերի կիրառմանը, ես պիտի նշեմ, որ մենք հնդհացս մրցութային process-ին ենք ձեռնամուխ եղել, ունենք մրցույթ հայտարարված, դրան նախորդել է բավական երկար ժամանակահատված ուսումնասիրության Տիկին Բաթյան, որովհետեւ վստահ տեղյակ եք, որ նույն սարքերի հետ գործ չունենք ինչ որ տնային կալանքի կամ վարչական հսկողության դեպքում, զոհի պաշտպանության սարքերն այլ են եւ շուկան էլ մեծ չէ այս տեսանկյունից, նույնիսկ այն ընկերությունները, որոնք Հայաստանի Հանրապետությանը մատակարարել են խափանան միջոցների համար նախատեսված հսկողական միջոցներ, նրանք էլ ամբողջ ծավալով չեն կարողանում սպասարկել ընտանեկան բռնության զոհերի պաշտպանությունը։ Այս պայծրությամբ ակտիվ մրցութային փուլում են գտնում եւ կարծում եմ մինչեւ տարեվերջ արդեն մատակարարումները կունենանք սարքերի եւ միասին նաեւ կհետևենք դրանց իրականացման պրակտիկային։ Վստահ եմ, որ այս միջոցների ճիշտ գրագետ կիրառման արդյունքում մենք կարողանանք լավ պատկեր ունենալ վիճակագրության մեջ։ Շնորհակալություն։